հատուկ մանուկի համար գիրք գրելը մոտավորապես երևի վերջի 70-75 տարվա ընթացքին է ստեղծվել։ Հայաստանյան շուկան հետազոտել եք եւ ինչ բացեր եք տեսնում այնտեղ։ Հեքիաթները ի սկզբանե նախատեսված չեն եղել փոքրերի համար եւ հեքիաթները այսօր ավելի դարձել են երեխաների համար եւ հիմա էլ մեծերը չունեն հեքիաթներ։ Մի քիչ ավելացնում էր, մի քիչ պակսացնում էր, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ եւ համադրում էր այդ միջավայրին։ Հեղինակը գրել է այս պատմությունը Մոխրոտիկի կերպարի համար, հիմա վերցնել, փոխել եւ դարձնել ուժեղ կնոջ կերպար, որտեղ դեռ հայտնի չէ այդ ուժեղ կին ասածը ինչ է։ Արդյոք մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք, որ հնազանդ լինելը եւ համբերելը, երկար ժամանակ համբերելը, լռելը, սա է արժանացնում երջանիկ կյանքի եւ մեծ սիրո, որին արժանացավ Մոխրոտիկը։ Բայց ճիշտ է։ Գուցե հենց սա է երբեմն պատճառ լինում, որ երեխաները գիրքը թողնում են եւ ել չեն ուզում ընթերցել։ Որովհետեւ դժվար է։